Նպատակը վերջնարդյունքում մեր եկեղեցին թույլատնել, մասնատել, որոշ հոգևորականներ, եթե հնարավոր է, ինչ-որ կոմպրոմատներով, ինչ-որ գայթակղիչ առաջարկներով օտարել մեր եկեղեցուց, այսինքն նրանք պետք է ուրանան եկեղեցուն եւ եղբայրներին, հա, ոնց որ այդ նախկին քահանան, հա, Տեր Արամ մուրացան։ Իրեն եկեղեցու հավատավոր զավակորժոջողը իրականում պղծության մեջ թաղված, պղծություն, քարոզություն իրականացնող պղծությամբ եկեղեցուն թշնամի կարգած անձնավորությունն է, որը հստակ խնդիր է կատարում թույլատնել, մասնատել մեր եկեղեցին։ Մանկապարտեզ երեխաներին որ հարցնեք, իրենք կասեն, թե Նիկոլ ինչքան ստեր է խոսում։ Եվ դա հիմա այս կարգալուց քանայի համար բարձումա ճշմարտություն է։ Այստեղ մի բարձ հետևություն, սա վրա ինձ կոմպրոմատ ունեն իշխանությունները, որի բացահայտումը այս մարդուն ոչ միայն բարոյական տեսանկյունից է ոչնչանալու, կարող է ֆիզիկական տեսանկյունից, կարող է իր արարքի համար իրան չներել։ Ձեզ իրավունք TV-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք ռազմական փորձագետ, Պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանին, բարև պարոն Նահապետյան։ Անչափ շնորհակալ ենք մեր տաղավար հյուրընկալվելու համար։ Թերևս պարոն Նահապետյան, սկսելով ներհայաստանյան վերջին իրավիճակներից, որոնք շարունակում են քննարկման առանցքում մնալ, նախ կխնդրեինք, որպեսզի մի փոքր ձեր տեսակետը հնչեցնեի եկեղեցու շուրջ շրջանառվող վերջին իրողությունների հետ կապված, մասնավորապես Կիրակի կարգալույծը պատարագ է անելու եւ Նիկոլ Փաշինյանը իդեպ գնալու է։ Արդյոք քաղաքացիական բախման է տանում այս ամենով ձեզ եւ ինչ ենթատեքստեր կարող է այս ամենը ենթադրել։ Այդ բախումը նպատակներից մեկն է։ Չասեմ նպատակ, միջոց։ Օրինակ հիմա եթե զուգահեռենք Գյումրիում, երբ Գյումրի ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հանդեպ արվեց այն ինչ արվեց։ Քաղաքապետարանի աշխատակիցները, Գյումրի բնակիչները, Վարդան Ղուկասյանի ընտրողները կեցված դրսևորեցին։ Եկան, հավաքվեցին շենքի մոտ։ Ինչ արեց ոստիկանությունը։ Ստեղծեց բախումնալից վիճակ։ Նպատակը առավել ակտիվներին, ովքեր կեցվածք են դրսևորում, գոնե խոսքով։ Իհարկե ձերբակալեցին նաև պատական անցորդների, մտեական չի։ Ձերբակալված հիմնականում ակտիվ մասը, հարյուրներով։ Այսինքն իրենք նման բախումների միջոցով բացահայտում են այս պահին, ոչ թե Facebook-ում գրառումներ կատարողներ, այլ նրանք ովքեր որ իրենց սկզբունքները, արժանապատվությունը գետնի վրա փորձում են գոնե կեցված դրսևորել պահել։ Ձերբակալեցին, քրեական գործեր հարուցել են այդ թվում եւ փաստաբանների եւ ավականու անդամի եւ անդամների եւ Վարդան Ղուկասյանի բարեկամներ, չէ՞։ Հիմա պատկերացնենք Հովնանավանքում, այդ Հովանավան գյուղում, եթե բախում լինի։ Եվ բախման ովքեր են գնալու։ Ասենք են քրիստոնյաները, որոնք եկեղեցու զավակ են, իրանք բախման չեն գնալ, իրանք ասում են, որ դա ապօրինություն է եւ նման բան իրավունք չկա։ Իսկապես այդպես է, որից է մեկը, ոչ Փաշինյան Նիկոլը, ոչ Ստեփան Ասատրյանը նախկին Տեր Արամ քահանան, հա, իրենք վստահաբար գիտեն, չէ՞ որ դա իրավունքը չունեն իրենք, այլևս կարգալուց չունեն։ Ուրեմն նպատակներից մեկը ստեղծել մի վիճակ, որտեղ լինի բախում եւ բախումը իշխանություններին հնարավորություն տա համատարած ձերբակալություններ իրականացնել, առավել ակտիվներին։ Հաջորդը որն է։ Իրականում շատ ավելի լուրջ խնդիր է դրված, քան Վեհապար Հայրապետի կամ այլ հոգևորականների բարձրացիան ձերբակալում։ Իսկապես լուրջ խնդիր է։ Խնդիրը մոտապես նույն սցենարով է գնում, ինչ Ուկրաինայում, երբ Մոսկվայի ենթակայությամբ Ռուսաստանում գործող ուղղափառ եկեղեցուն կիսեցին, մասնատեցին եւ անջատեցին, չէ՞ փաստը սա։ Հիմա մեզ մոտ, քանի որ նման խնդիր չկա ռուս-ուկրաինական, մեզ մոտ կարգալույցներով նոր եկեղեցի են սարքում, Հայաստանի եկեղեցի։ Չզարմանաք, երբ երեք վարչապետի պարտականությունը կատարող անձը ազգային ժողովում այսպեսի միտք արտաբերեց, որ երկու բան ասել շատ կարևոր, հա, ճիշտ է, զգացմունքային, պաթոսով եւ այլն, բայց երկու վտանգավոր բան։ Ուրեմն
առաջին մեր եկեղեցու կառավարման ձևն է փոխվելու եւ բովանդակությունը։ Որպեսզի մասածը այդպես խիստ բան լինի, առարկայական լինի, հա։ Ինքը հաստատի բան էր անում, ասում էր, որ եկեղեցու հետ կապված որոշումների մեջ պետք է մասնակցություն ունենա ոչ ավել, ոչ պակաս ժողովուրդ, ասենք քահանա, սրբազան կաթողիկոս։ Ուրեմն այդպես չի մեր եկեղեցում եւ դա 1700 տարի կարգը պահպանվել է։ Քահանային, եպիսկոպոսին եւ վեհապար հայրապետին ժողովուրդը չի ընտրում։ Ասեմ ձեզ, վեհապար հայրապետ կաթողիկոս ժողովուրդը, հավատավոր ժողովուրդը իր մասնակցությունը ունի, քահանային ոչ, սրբազաններին, եպիսկոպոսի առաջնորդներին ոչ։ Եվ ինչպես է, օրինակ, կաթողիկոսի ընտրության ժամանակ 1/3-ը քվեարկողների դրանք հոգևորականներ են, 2/3-ը աշխարհականներ, որոնք ներկայացված են այդ ընտրության ժամանակ թեմերից։ Իսկ նրանք աշխարհական մարդիկ են։ Մեր եկեղեցին այդ առումով ամենադեմոկրատական ժողովրդավար եկեղեցին է, որտեղ կաթողիկոսի ընտրության ժամանակ ժողովուրդը ուղղակի մասնակցում իր պատվիրակների միջոցով, հա։ Հիմա երբ որ Փաշինյանը ասում է, մենք այդ ընտրությունների վրա պետք է ժողովուրդը ազդեցություն ունենա, սա ուղղակի տանում է բողոքական եկեղեցու կառավարման ձևին եւ բովանդակության։ Այնտեղ ժողովուրդն է ընտրում իրենց քահանային, այսօր քահանան սա է, վաղ ասում է, չէ, քահանան դու չես, մեկ ուրիշն է։ Եվ ներառել նաեւ իրենց հոգեվոր առաջնորդին։ Ուրեմն առաջին սա ստեղծում են այլընտրանքային եկեղեցի, եկեղեցուց օտարելով պետության կողմից տրված պատմամշակութային որոշ տարածքները, շինությունները, որ հետո եկեղեցին վերանորոգել է, հա, դարձել է եկեղեցի եւ այլն։ Ամենայն հավանականությամբ սկիզբը դա Օհանավան գյուղում այդ եկեղեցին ալնելու, ու դե կարգալուց անձը դառնալու է այդ եկեղեցու միակ սպասավորը, հետո Փաշինյանը փորձելու է այլ եկեղեցիներ, որոնք այս կամ այն ձևով եկեղեցու որպես սեփականություն տնօրինման ներքո չեն պետությանին, բայց անհատույց տրվել է մեր եկեղեցուն օգտագործման, դրանք ուղղակի օտարելու է, իսկ ավելի ճիշտ ասենք խլելու է։ Այդտեղ ասենք տասնյակներով մի քանի տասնյակ այս բոլոր ժամանակն է վեհապար հայրապետի կառավարման 26 տարի։ Ասենք մի քանի տասնյակ հոգևորականներ կարգալուց են արվել, ասենք ամուսնացած քահանաներ կամ սրբազաններ։ Իրենց բերելու այդ եկեղեցիներում ասելու է դե դուք արդեն Փաշինյանն ինքն է որոշել արդեն որ այդ անձին կարող են որպես հոգևորական ցիսակարգ կատարել, հաղորդություն տալ, մեղքերի թողություն, հա, այսինքն ստեղծում է այլընտրանքային եկեղեցի, որի կառավարումը նորից եմ ասում, Փաշինյանը 3 բացեց այդ փակագծերը։ Այս զգացմունքային պորտկումները, ավելորդ բառերը, եթե մի կողմ դնենք, սթափնայինք, ինքը ստեղծում է մեր եկեղեցուն, այլընտրանքային եկեղեցի կարգալույց հոգևորականների միջոցով, որտեղ ընտրությունը լինելու է այնպես, ինչպես բողոքական եկեղեցիները, ոչ մի եկեղեցու։ Նպատակը վերջնարդյունքում մեր եկեղեցին թուլացնել, մասնատել, որոշ հոգևորականներ, եթե հնարավոր է, ինչ-որ կոմպրոմատներով, ինչ-որ գայթակղիչ ուրեմն առաջարկներով օտարեն մեր եկեղեցուց, այսինքն նրանք պետք է ուրանան եկեղեցուն եւ եղբայրներին, հա, ոնց որ այդ նախկին քահանան, հա, Տեր Արամ ուրացան, իրականում կուրացող է։ Եվ տանեն այլընտրանքային եկեղեցի։ Ինչու է եկեղեցին, այստեղ եւ վեհապար հայրապետը եւ 3 թեմերի առաջնորդներ, որ հիմա անազատության մեջ են, իրենք նպատակ չեն, իրենք միջոց են եկեղեցին թուլացնելու։ Բուն նպատակը եկեղեցուն հարվածն է, որտեղ եկեղեցին է դիմադրության այն օջախը, որը կա թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի դեմ Հայաստանի Հանրապետությունում պայքար մղելու կոչված լինելու հանգամանքով։ Դա ինքը ինստիտուտ է եկեղեցին, բայց պետական ինստիտուտ չէ, ինքը ազգային ինստիտուտ է, եւ այդ ինստիտուտը պետք է թուլացնել աստիճանաբար, տկարացնել, որ այլևս դիմադրության օջախ չլինի։ Բնականաբար ցավոք սրտի մեր եկեղեցու իրենց կոչված
զավակները, հավատավոր զավակները եւս կարող է գայթակղությանը, որը շատ փոքր քանակ, բայց կարող է դնան։ Ես ուղղակի ոչ իմ ասածը վերացական չլինի, շատ հետաքրքիր, ես մի օրինակ բերեմ։ Քանոր Փաշինյանին ասում է հավատավոր զավակ է, այսինքն ինքը հավատում է Աստծո խոսքին, որը միշտ է Հավիտյանս Հիսուսը նույնն է երեք այսօր եւ վաղը եւ Հավիտյանս ամեն։ Հիմա ես բերում եմ 5 կտակարանից մեր համախոհներից մեկի գրած շատ հետաքրքիր ձևակերպումները հենց այս օրվա համար, այս դեպքերի համար։ Ուրեմն Աստվածաշունչ մատյանում բազմիցս հիշատակվում է Նաբաթյան Հերոբովամ առնով մի թագավոր, ով սարսափելի մեղքեր գործեց Աստծո առջև, դրանցով պղծելով իրեն, իր ընտանիքի անդամներին ու ժողովրդին, ուշադրություն դարձրեք, իրեն, իր ընտանիքի անդամներին ու ժողովրդին, նա քահանայական իշխանության իրավունք չունեցող անձանց, ավասիկ հիմա մենք նույն օրերն ենք, չէ՞ մենք ապրում, կարգեց քահանաներ։ Հիմա ինքն է կարգում, չէ՞, Փաշինյանը կարգում է, ասում է, չէ, որ կարգալուց է եղել, դի կարգալուց չի կարա։ Բայց այդ իր ասած կարգալուցը վեհապարին նկատի ունի, կարա օծություն տա։ Այդ Տեր Արամը, որ օծվել է որպես քահանա, մեր վեհապարն է, չէ, օծել։ Բայց ո՞նց եղավ։ Կարգալուցը կարա օծի, ըստ Փաշինյանի տրամաբանությամբ։ Կարա օծի, դա նորմալ է։ Բայց որ կարգալուց անի, դա նորմալ չի, որտեղ ինքը կարգալուց է, հասկանում եք, չէ՞։ Եվ այսպես կարգեց քահանաներ, որոնք խունկ էին ծխում ու զոհաբերություններ էին կատարում։ Այդ սրբապղծությունը Աստծո ցասումը առաջացրեց։ Ինչի հետևանքով Հերոբովամի տունը կորավ։ Տունը այդ ամբողջ Գերդաստանն է, մարդկանցով, տունը շենքը չի։ Եվ բնաջինջ եղավ երկրի երեսից։ Հիմա ասում է ինչպես։ Բաասան հենց որ թագավոր դարձավ հրեաների, ջարդեց Հերոբովամի բոլոր տունը, բնավ մի շնչավոր չթողեց, Հերոբովամի համար մինչև որ նրան բնաջինջ արեց Տիրոջ խոսքի համար, դուք հասկանում եք ինչ է կատարվելու։ Սրանք թվում են Աստված կողքի սենյակում իրանց հետ զրուցակից է, լուրջ եմ ասում, անհավատ են, ոչ միայն անհավատ են, այլև գոնե այն օրինակները, որ գրքում կա, որը հեքիաթ չի եղել, ամեն ինչ կատարվել է, չէ՞։ Գոնե մի հատ կարդալ։ Ասենք Փաշինյանը անընդհատ Դավիթ թագավորի կամ Դավիթ մարգարեի սաղմոսներն է, չէ՞, իրան մոտենում, ինքը իրան ներշնչում էր, որ ինքը պայքարում է անհավատների դեմ, իր նկատմամբ ճնշումներ, դա որ ինչպես Դավիթ թագավորին էին, հա, ինքը Տերը Տիրոջ ընտրյալն էր, օծյալն էր, երկրորդ օծյալ, չէ՞, հրեաների երկրորդ թագավորը Սավուղից հետո։ Սավուղը դավաճանեց իր տված խոստման ուխտին։ Երկրորդ օծյալ եղավ Դավիթ թագավոր։ Հիմա եթե դու հավատում ես եւ ասում ես ես եկեղեցու, մեր եկեղեցու հավատավոր զավակ եմ, բայց եղբայր դու հավատավոր զավակ ես, հիմա դու անում ես այն ինչ որ արել է Հերոբովամը։ Հիմա Սուրբ Գիրքը, էսի 3 թագավորած 12, 31, 13, 33, 34, 15, 20, ինչ որ ես ասում։ Ով ինձ լսում է, կարող է բացել նայել։ Հիմա Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, որ 5 կտակարանի դեպքերը մեզ տրված են որպես օրինակ եւ խրատ։ Մեր կյանքի նմանատիպ դեպքերը ճիշտ գնահատելու եւ մեր Տիրոջը հաճո ընթացքով ապրելու համար։ Սա էլ 1 Կորինթացիներ 16-11։ Մեր օրերում Հերոբովամի մեղքով պղծվածներ եւս կան։ Կարգալուց արված նախկին Տեր Արամը վկա, որոնք նզովքի ու անեծքի մեջ են ներքաշում ոչ միայն իրենց ուշադրություն դարձեք, այլև այլոց, այլ որ մարդիկ են գնալու այնտեղ։ Նրանց ու նրանց չար օրինակին հետևողներին եւս անկասկած սպասում է վերոնշյալ պատվաստները, եթե չդառնան իրենց չար ճանապարհից, քանի որ Հիսուս Քրիստոս նույնն է երեք այսօր եւ հավիտյանս ամեն։ Սա հստակ չէ։ Թեև ովքեր որ նման բաներն անում, ասում են պարակման մեղքը Սուրբ Հովհան Ոսկեբերյանը ասում է պարակման մեղքը չի մաքրվում նույնիսկ նահատակության արյամբ։ Այս մարդիկ չեն հասկանում իսկապես մեծ մեղք են գործում։ Իրենք եւ իրենց սերունդները։ Իրենք մտածում են ինչ Աստված, ինչ կա հիմա, այս ապրում ենք, հեսա գնացինք, հետո մեր երեխեքը եւ այդպես շարունակ։ Չնա իսկապես անհավատ են։ Ձև են անում որ հավատացյալ են։ Եվ մյուս կողմից, երբ որ մարդիկ իրեն ասում են որ
եկեղեցու հավատավոր զավակը Փաշինյանը, չէ, ինքը ստում է, ինչպես միշտ։ Այդ մարդու գործիքը սուտն է, ստության հայրը սատանա, ինքը սատանայի գործիքը։ Եվ փոքրիկ նեռիկ է։ Հիմա պատկերացրեք նախկին կարգալուծը Տեր Արամ ինչ է ասում իր բառերից։ Հա վարչապետը ինչ ասում է, ճիշտ է ասում, իսկ ես ճշմարտության կողքին եմ։ Այս մարդը ես նախկինում չէի արձագանքում, քանի դեռ կարգալուծ չէր։ Հիմա ես արձագանքում եմ իրան։ Երեք առաջին անգամ մի լրատվամիջոցով արձագանքել, որտեղ արդեն կարգալուծ է, ինձ իրանք վերապահում դες քանայի նկատմամբ Որոցյալը, հա, քանան, որից է խոսք ճիշտ չի ասել, վատ։ Հիմա պաստորեն ինքը ճիշտն ու ճշմարտությունը նույնականացնում է։ Էդի հասկացումներով ապրող մարդիկ են, պանյատկեքով։ Ճշմարտությունը Տերն է ասում, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը, արդարությունը։ Էսի ճիշտն ու ճշմարտությունը խառնում է։ Հիմա տղա ջան, դու բան ես կրթություն ես ստացել։ Այդ մի անգամից գիտելիքները ցնդես, թե ընդհանրապես չեր եղել, ընդհանրապես ձև էր։ Եվ հետեաբար սույն անձը, երբ որ նման կեցված կա դրսևորում, նորից եմ կրկնում, ստեղծում են նախադեպ այդ հովնարան վանքում, հետո այլ վանքեր են վերցնելու կամ որտեղ արագությունն է գնում, մի քիչ խնդրեմ է, որ գնան վերցնեն մարդկանց ասեն դուրս եկեք։ Այդ վանական համալիրներ, խոնարհված եկեղեցիներ, արագի մեջ մի 5-7-10 վերանորոգեն, կառուցեն, այդ համայնքի ժողովրդին 1 կոպեկ փող տանք, ասեն գնացեք տեսես, այսի էս կարգալույցը, այս վեհապարը սենց հարել, գնացեք այնտեղ եւ այդպես շարունակ։ Այլ ընտանիքային եկեղեցի, նորից եմ ասում, կառավարման մոդելն էլ մարդը պետք է ընտրի։ Սա մոռանում եմ, որ եկեղեցին մարմինն է Տիրոջ։ Հասկանում եք դուք, մի բան որ մի քիչ մտածում ես, ասում ես լավ, այս մարդիկ իսկապես հոգեկան խնդիրներ ունեն։ Կամ կուրացել է չարությունից, նրանց բանականությունը կուրացել է։ Եվ այն անձը, որը իրեն մեր եկեղեցու հոգևոր զավակ է իրան կոչում, ես ընդհանրապես այս պահից ես խնդրում եմ, որպեսզի մեզ համար պարզ լինի, ես ուղղակի ինձ համար շատ դժվար է, բայց ես միևնույն է 18+ դրեք, ինչ որ ես հիմա պետք է ասեմ։ Ես ընդհանրապես մի հակիրճ մեջբերումներ եմ բերում եկեղեցու իրեն հավատավոր զավակ անվանող անձին, որը մեր եկեղեցու 7 խորհուրդներից 5-ը, որը աշխարհականներին է վերաբերվում, չի կատարում, վստահաբար չի կատարում։ Առաջինը մկրտություն եւ դրոշ։ Որտեղ է մկրտվել։ Այդ թողը մտեղ ասենց եկեղեցում ես ինչ քահանա, հա։ Նա դե թղթի կտոր բերի։ Թղթի կտորը կարա կեղծիկով բերի։ Հաջորդը ապաշխարություն, հաղորդություն, պատարակներին որտեղ է գնում։ Առաջին անգամ այս վերջին երևի իր կենսագրության 100 տարում, այսպես ասենք, հա, ինքը առաջին անգամ գնում է հաղորդության եւ ապաշխարության։ Ու մոտ կարգալուց քահանայի, պատկերացնում եք, չէ՞։ Նեռիկը որտեղ է գնում, կարգալուց քահանայի մոտ։ Եվ հետաբար ինքը ոչ միտեղ չի գնացել պատարակներ, այսինքն ինքը եւս այդ երկու խորհուրդը չի կատարել։ Դրա մասին ինքը կարող է մանիպուլատիվ ինչ-որ բաներ ասել, դա խիստ երկրորդական է, բայց մի բան փաստ է, ինքը խոստովանել է, ինքը պսակի խորհուրդ չունի։ Երբ որ պսակի խորհուրդ չունի, իր կողակիցը զուգընկերը խիստ բառով ասում, Աստծո խոսքով, ես չեմ մի երկու անգամ ասել եմ, գիտեմ որ շատ վատ եմ։ Կողակիցը շատ վատ է զգացել, կենակից է կոչվում, իրենց գործողությունը ոնց է կոչվում, իրենք ոնց են կոչվում, իրանց երեխեքը ոնց են կոչվում, Աստծո խոսքով թող բացեն։ Իր զուգընկերը եւս Աստվածաշունչ կարդացել է, մի ժամանակ նույնիսկ մեր եկեղեցիներից մեկի երգչախմբում է երգել, այսպիսի բաներ, թող գնան նայեն, ես չեմ ուզում ասել, բայց հիմա կրկին անգամ իրեն եկեղեցու հավատավոր զավակ Հորջորջող Փաշինյան Նիկոլը, հիմա խնդրում եմ 18+, իր գրքից երկրի հակառակ կողմը, հիմա նայեք քրիստոնյա, Տիրոջ խոսքով, Դավիթ թագավորի սաղմոսներով ապրող անձը իրականում ով է։ Այն ինչ որ գրել է, այսի առանց դիմակի է գրել։ Հիմա դիմակը հակացան, որ մի շարք դիմակներ, հա։ Մի օր Մովսես Մարգարեի դիմակն է, մի օր Պապ թագավորի, մի օր Դավիթ թագավորի, մի օր Հիսուսի դիմակ, մեր մտքով տես բաներ են ասում, էլի։ Որ ինչ է, քարոզում է, ես չգիտեմ, կարդամ թե չէ, ես ավելի լավ է իմաստը ասեմ, որտեղ կարդալ իսկապես բան է, 18+ հələ 18 չէ, երևի 60+-ը։ Այն ինչ որ ինքն է գրում։
Ուրեմն սա նկարագրում է, այս գիրքը ինքը ուրեմն մանկապղծության, միասեռականության եւ այլասերվածության քարոզ է։ Ցանկացած նորմալ երկրում այս գիրքը, որի հիմա վաճառվում է գրախանութներում, գրվել է իբր 2008-ին, ինքը ընդհատակում նստել է եւ այս պղծություններն է մտքով անցել։ Ուրեմն իր մոտ նկարագրում է, թե ինչպես տղամարդը դերատի երեխայից սեռական, տղա երեխայից սեռական հարաբերություն զգացողություններ է։ Ես ինձ որ առաջնակամ շատ դժվարությամբ, բայց այնուամենայնիվ գնահատական տալու համար ընթերցեցի, կարդացի էլի։ Ինձ թվաց, որ այդ փոքր երեխան ինքն է եղել։ Այսինքն ողբերգություն է։ Բայց ոչ մի երեխա այն ինչ որ իր հետ կատարվել է, փոքր ժամանակ բռնությամբ բնականաբար կամ խաբելով գայթակղելով, հրապարակը չի ասում։ Ես չեմ բացառում, որ ինքը արդեն այդ մեծ տղամարդու դերն է կատարում ուրիշ երեխաների հանդեպ։ Եվ այն, ասում եմ, չնայած ես գժվում եմ կույս տղաների համար, նախ ես դառնում եմ նրանց առաջինը, դա իր աշխիք է, որ ամբողջ կյանքում քեզ չեմ մոռանա, չեմ ուզում կարդալ։ Եվ հետո նրանք դողում են վախկոտ նապաստակի նման եւ որպես կանոն պրծնում առաջին։ Հիմա էլ այլասերվածություն, էլ արցանների հետ, էլ չեմ կարդալ։ Եվ սա իրան կոչում է, բայց այս հաղորդումը լսող մեր ունկնդիրները, եթե իրենք ուզենան, ես իրենց Facebook-յան էջերին ես կուղարկեմ։ Եվ նկարները կուղարկեմ գրքից եւ այն ինչ որ ես եմ հանել այդ գրքից։ Կուղարկեմ թող նայեն։ Բայց անպայման կլինեն 18+։ Անցիկ։ Սերը կապ չունի։ Հոսի հասկանա, իրեն եկեղեցու հավատավոր զավակորժոջողը իրականում պղծության մեջ թաղված, պղծություն, քարոզություն իրականացնող պղծությամբ եկեղեցուն թշնամի կարգած անձնավորություն է, որը հստակ խնդիր է կատարում, թուլացնել, մասնատել մեր եկեղեցին։ Չի հաջողվելու։ Ասել եմ ու էլի կրկնում եմ, Փաշինյան Նիկոլը ինչ սուր բարձացեց, այդ սրից էլ ընկնելու է։ Ինքը տաք է։ Ինքը տեղը չի բերում, գիտեք ինչ, որտեղ ինքը հաղթել է իր նման իրանից տկարներին, պակաս խորամանքներին, պակաս նենք անձանց, իրենից, բայց իրանց հաղթել է, որտեղ ինքը ավելին է, հա, բայց որ պայն, որ ինքը հանդիպի Աստծո զինվորների հետ, ինքը կհասկանա, որը որից հետո է, նորից եմ ասում, ինչ սուր բարձացից այդ ժամանակ տարածությունը կապ չունեն, այդ սրից էլ ինքը ընկնելու է։ Ես Հերոբովամի օրինակը պատական չբերեցի։ Արդյոք նոր աղանդ է ձևավորվում այս պարագայում, թե եկեղեցին կիսվելու է։ Ինքը փորձ անելու, իհարկե։ Այս քայլերը ինքը երեք բացեց դա։ Թե օրինակ ինձ հարցնում էին, ես նույն գնահատականն եմ տվել, ասեմ, իմ գնահատականը Ուկրաինայի օրինակով, դի մասնատեն, թուլացնեն, կառավարելի դարձնեն եւ այլն։ Բայց այդ հաղորդումներից հետո երեք ես օրվա առաջին կեսին տվեցի մի լրատվամիջոցի 24 նյուսին, հետո երեկոյան լսեցի այդ ազգային ժողովի խոսքը, որ ուղղակիորեն հենց այդ էր ասում։ Բողոքական եկեղեցու կառավարման ձև բովանդակություն, որ մարդը պետք է ընտրի, ժողովուրդը պետք է ընտրի, բայց չիմանա, ժողովուրդը բան, իրա նման։ Կամ ասենք ինքը այդ խոսում էր ու ցույց էր տրվում ազգային ժողովում կառավարության անդամները եւ պատգամավորները նստած լսում են։ Ուրեմն դրանց մեծ մասը այս պղծությունների մեջ ոչ թե թաթախված է, այլ ամբողջ էությունն է։ Ես ոչ անուններ եմ ուզում տալ։ Էլ միասեռականն է, էլ բիսեքսուալներ, էլ սեռական տարբեր գործիքներ օգտագործողներ, էլ թմրամոլներ, էլ կոռուպցիոներներ, էլ խաղամոլներ։ Այդ որ ցույց է տրվում, այն ինչ որ ինքը ասում էր, փորձում էր եկեղեցու գործակալներ, այդ վերջն է։ Բանի նոր Նախճեվանի Ռուսաստան թեմի առաջնասում KGB գործակալ։ Ու երբ որ այդ ժամանակ տեսախցիկը ցույց տվեց դահլիճում ովքեր են, այդ նստածները ոչ թե մի երկի գործակալ, մի քանի երկի ղազագիր են ստորագրել։ Ուրեմն իշխանապողությունից հետո սրանք ասենք, եթե անձը կրկնակի գործակալ է, հա, քարոշչական դաշտում ես ամեն ինչ անել եմ, որ ինքը երրակի գործակալ չդառնա։ Հայաստան չհավաքագրի էլ են երկու տեղի վրա շուտ, սրանք պետք է լրիվ բացահայտվեն։ Ցույց, որ այդ կարգի մարդիկ
պետության ինչքան վնաս են տվել։ Կարող է թվացial երրակի գործակալ լինես ինչ որ օգուտ տաս, հա, Հայաստանին, բայց իրաց տված վնասը շատ ավելին է, հետո իրանք դի բացահայտվել։ Վստահաբար դի բացահայտվել, եւ այդպես այդ տեսախցիկը որ նստած ցույց են տալիս, դե մեծ մասին, ասենք, հին թվերից գիտենք, որ ջրերով են գնացել, որ ՀԿ-ն, որ երկրի հատուկ ծառայությունն է կուրացիա արել, եւ ինչքանով ու ոնց են հավաքագրել, ում վրա ինչ կոմպրոմատով, հա, այդպես գույս են ձևանում։ Պահը գա, ամեն ինչ գա քարեր հավաքելու ժամանակը։ Իրենից սկսած իդե։ Այդ ինքը բարձում է 98 թվականից։ Այդ տղայի հետ 98 թվականից են աշխատել համապատասխան ծառայությունները եւ այդպես շարունակ։ Իսկ ինքը հայկած բեզատկած տարբերակով ով առաջարկել է ինքը համաձայնվել է, մտածելով դե այդքան խորագետ է էլի, սրանք ֆրասնի, սրա ասածը նրանք փոխանցի, նրա ասածը սրանք փոխանցի, մեջտեղը փող կաշխատի, պաշտոն կունենա եւ այդպես շարունակ։ Բայց այդպեսիները մանիկեն նման օգտագործում են, իսկ իրենց վերջը փոսն է։ Հետո վերջում են քարն են դնում այդ փոսի վրա։ Այս մարդու վերջը հետ այդ կարգի գործանողը վերջում զոհաբերվում է, վստահաբար։ Իրանից չեմ էլ համեմատում Սադամ Հուսեյնին կամ Կադաֆիին, չափելի չեն, բայց այդ մարդիկ եւս գործիք էին։ Հուսեյնը ԱՄՆ-ի ձեռքին, որտեվ Իրաքով Իրանի դեմ պատերազմ 8 տարի արեցին, երբ որ Իրանում այաթոլաների իշխանությունը հաստատվեց, չէ՞։ Իսկ Կադաֆին Ֆրանսիայի հատուկ ծառայությունների հետ էր աշխատում։ Վերջին չեղավ, թեև նորմալ երկիր է սարքել ու պարզեց, որ Լիբիան շատ ավելի հարուստ երկիր է։ Այն անապատը որտեղ կա, անապատի տակը նույն չափով խմելու ջուր է։ Օվկիանոս։ Այդ չեմ ասում նավթ։ Եվ Կադաֆի վերջում ոնց եղավ, սպանեցին եւ տեսախցիկ առաջ բռնաբարեցին։ Ես չեմ ուզում զուգահեռը ոչ Սադամի, ոչ Կադաֆի սրա հետ, բայց ասում եմ այդ գործակալները, որ այլևս պետք չեն, բոլորը աղբանոց, Վասիկ Սաակաշվիլին, որտեղ է իր վերջին տարիներ անցկացնում ԱՄՆ-ի ամենասիրված նախագահներից մեկն էր, չէ, Գժանոցում, այդպես հատուկ են պահում։ Ինքը կարող այնտեղ սատկել, բայց չէ, լավ են տիրություն անում, պահում են իշխանությունները, որ բոլորին դասնի, այդ բոլորի վերջը այդ գործակալների։ Սա է։ Իսկ պարոն Հապետյան, թվարկված հանգամանքները, որոնք որ մենք նշեցինք եւ այլն, հաշվի առնելով այդ ամեն ինչը, այս պարագայում ինչ պետք է անի ընդդիմությունը։ Գիտեք, սովորաբար իշխանությունները իրենց գործն են անում, ընդդիմությունը իրենը պետք է անի, հա։ Եվ ցավոք սրտի ընդդիմության որոշակի շրջանակներ փորձում են ասել, թող վեհապարը մեզ ասի կամ վեհապարը ինքը կազմակերպի, ինքը խիստ հայտարարություն անի, ամեն ինչ վեհապարը։ Ես տրամագծորեն այլ կարծիք ունեմ։ Եթե մարդը ինքը գտնում է, որ եկեղեցու զավակ է, հավատավոր, կամ քրիստոնյա է, խղճով ապրող, այսպես, հա, այսինքն ինքը եկեղեցու կարգը, պատարակները, այդ ամեն ինչի մեջ չկա, բայց փորձում է առավելագույն իր ապրած կյանքում մաքուր ապրել, հա, քրիստոնյա վայել, այսպես ասենք, են տարբեր բաներ։ Ամեն մեկը պետք է մտածի, այս դեպքում ինքը ինչ պետք է անի։ Ինքը ինչ պետք է անի։ Ոչ թե ինքը ոչինչ չանի, ասի, այ տեսեք, քանի դեռ վեհապարը ինչ-որ բան չի ասել, ես սպասում եմ, որպես զինվոր։ Ասենք ինքը իրավիճակը լավ է գնահատում այդ անձը, վտանգը տեսնում է, իր գործը, եթե ինքը հանրային դեմք չի, այդ տեղեկատվությունը, այդ իրավիճակի գնահատական փոխանցի այլոց։ Այսինքն, եթե մի զինվոր ինքն է, այդ զինվորները իր շրջապատում դարձնի, ասենք 10-100-ը, օրինակ, գործը չէ, առարկայապես։ Եթե կազմակերպություններ են, օրինակ, սա անհատներն է, չէ, վերաբերում։ Հիմա կազմակերպություններ, որոնց կեցվածքը, անկախ քաղաքական իրենց կողմնորոշումներից եւ այլն, իրենց կեցվածքը ի զորակցություն եւ ի աջակցություն եկեղեցու եւ մեր հոգեվորականների է։ Եղել կա եւ կլինի։ Այդ կազմակերպությունը ինչ անի։ Օրինակ հրապարակավ կեցված դրսևորի հայտարարության տեսքով։ Այդ հայտարարությունը միայն ուղղված չլինի ներքին լսարանին, ուղղված լինի նաեւ արտաքին լսարանին։ Այն կառույցներն, որոնք այս կամ այն ձևով կարող են ճնշել Փաշինյանին։ Իսկ այդպիսի կառույցներ կան։ Օրինակ Հայաստանում գոնե մի կառույցի տեղ ես հստակ գիտեմ, որի մի զանգը, եթե խիստ տոնայնությամբ
խոսակցություն եղավ Փաշինյանի հետ, Փաշինյանը հոգախանգարումքի մեջ անգնելու։ Հայաստանի Հանրապետությունում կա Երևան մայրաքաղաք, այդ մայրաքաղաքում կա Իսակով պողոտա, այդ պողոտայի վրա կա Հայաստանի Հանրապետություն ԱՄ դեսպանություն, այդ դեսպանը որ մի հատ խիստ կես բառ ասի, դες վստահաբար եմ ասում, թե մի քանի միկրոինֆարկտ է խփելու Նիկոլին։ Հիմա ես հասարակական կազմակերպության կամ կուսակցության ղեկավար կամ խորհուրդն է, հա։ Հիմա մենք չենք ուզում կեցված, մենք գիտենք չէ իրա Նիկոլի խոցելի տեղերը, թույլ տեղերից մեկը վստահաբար Ֆրանսիայի դեսպանի կեցվածքն է իր հանդեպ, հա, Բրիտանիայի, Եվրամիության, Միացյալ Նահանգների 4 օղակ ասեցի։ Հավաքական առումով մեր կուսակցությունները, կազմակերպությունները մի տեքստի տակ չեն ուզում կեցված դրսևորել, կոշտ։ Այն ինչ որ հիմա կա առանց կեղծիքների, առանց այլևայլության։ Տարբերակ է, չէ՞։ Դիմել պահանջով հաշարն որ այդ երեք պետությունները եւ Եվրամիությունը հանդես են գալիս մարդու կրոնի, խղճի, հավատքի ազատությունների պաշտպանի դերում, ճիշտ է։ Բայց հիմա կարելի է կեցված դրսևորել, կարելի է։ Այդ նույն կազմակերպությունները կարող են օրինակ դիմել մեր եկեղեցին ունի քույր եկեղեցիներ։ Մեր եկեղեցին այս կամ այն ձեւ ուղղափառ քրիստոնյա աշխարհի մի կարևորագույն սյուներից մեկն է։ Վերջին հաշվով մեր եկեղեցու հոգևոր առաջնորդը ռոտացիայի սկզբունք նաեւ եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ է եղել։ Հիմա ի դեպ Արամ կաթողիկոսն է այդ խորհրդի ղեկավարը։ Մեր եկեղեցին նորմալ հարաբերությունների կաթողիկ եկեղեցու հետ, ժողովրդի լեզու ասած կաթոլիկ, կաթողիկ եկեղեցին է։ Ավետարանչական եկեղեցու հետ հարաբերություններ ունի։ Ասենք մեր այս կառույցները կարող են կեցված դրսևորել, ասենք այդ եկեղեցիների ղեկավարներին նամակ ուղղելով, ընդ որում հանրայնացնելով ամբողջ աշխարհով։ Հաշվառն է որ հայկական սփյուռքը այդ հանրայնացման ուղղակիորեն կաջակցի կմասնակցի, չէ՞։ Գործա չէ սա։ Այսինքն սա ճնշման միջոց է Փաշինյանի վրա դրսից եւ արդարացի։ Սա սանձարձակությունը երկու պարագայում կարող է զսպվել։ Առաջին, եթե ներսում լուրջ ճնշումներին կունենա, իսկ որը ոստիկանական համակարգ լրջագույն տասնյակ հազարներով ստեղծելով դրսի վարկերով մեր զավակների, մեր թորների պարտապան լինելու հաշվին ինքը ոստիկանություն է պահում, չէ՞, 7 միլիարդ վերցել է, դեռևս վերցնում է, այդ բոլոր մի մասը գնում է այդ ոստիկանական համակարգը զինելու պահելու։ Հիմա մի զսպաշապիկը ներսում, այդ զսպաշապիկը չի աշխատում։ Դիմադրություն կա, այնպես չի որ չկա։ Այդ ոստիկաններից եթե մի գունդ տանը սահման եւ մի 10 արժանապատիվ եւ պատերազմանցած տղա, վստահաբար այդ գունդը կարող է ճողոպի, տղերքը կմնան 10 հոգի, չափելի, բայց հիմա իրենք ունեն բռնություն կիրառելու ոստիկանի իրավունք եւ ապօրինություն կատարելու եւ դրա համար չպատժվելու, հա, բեսպրիձելը, հա։ Եվ երկրորդ ճնշման գործիքը կամ զսպաշապիկը այն ինչ ես ասեցի։ Դրսի ճնշումները իր վրա, իսկ դրսի ճնշումները ակնհայտ է որ կարելի է չէ նորմալ կազմակերպել։ Ասում եք ինչ անես կոնկրետ խիստ առարկայական։ Իսկ նրանք ովքեր ունեն մեծ լսարան, սրա մասին հանգիստ առանց լարվածության սիրում բացատրել մարդկանց։ Օրինակ ոնց որ ես եմ անում։ Պետք է բացատրել, ասել, հորդորել եւ այն մարդիկ ովքեր որ պատարակին են գնում, ես օրինակ իմ Facebook-յան էջում դրել եմ ինչ ասելա այդ գնացողների վերաբերյալ, ինչ կարող է լինել, որտեղ իրենք գնում են որպես հավատացյալ չէ քրիստոնյա, բայց դու գնում ես կարգալուց մի անձի մոտ, որը իրավունք չունի, հո պանյատ կեքով չի, հո հասկացություններով չի, հո Աստված հասկացություններով չի կառավարում։ Մի դեպք եղավ, դեպք ես չգիտեմ ինչքան է ճիշտ, բայց գրել էի։ Երկրորդ քահանան, որտեղ այդ նախկին կարգալուցի հետի լիներ, մեկը վատացել էր, վատառողջ չէ, երկու քահանա։ Գնացել էր բուժման, մեկին էին բերել, այդ տեղի բնակիչների կանայք փորձել էին անվանարկելով, վիրավորելով այդ նոր եկած քահանային, բա դու գործ չունես, այստեղ Տեր Արամն է ասողը։ Տեր Արամ իրաց տան մեջ ասող չի, ուրնաց տեղ ասողը լինի։ Բա գալու է Տեր Արամի դիմակ եւ ամբողջ ներքինեությունը ուղղակի հանրայնացնել պետք է չի։ Շատ ծանր վիճակում է այդ երիտասարդը, էլի։ Կոմպրոմատ առողջից երկու խփում է դրա դեմքին։ Հիմա այդ կինը եկել էր վիրավորել էր երկրորդ եկած քահանային։
Բայց դու գնաս այդտեղ տեղանն ասող։ Իսկ դու ով ես որ նման բան ասես։ Հետո հետ էր գնացել, ճանապարհին ընկել էր, ոտքը կոտրվել էր շատ ծանր։ Ասում են պատահական է, ես բան չունեմ ասել, բայց դու գիտեք որ տիրոջ բնութագրիչներից մեկը պատահականությունն է։ Այսինքն տիրոջ համար պատահականություն չկա։ Ամեն ինչ պատճառը հետևանքային կապի մեջ է, եթե մենք չենք տեսնում այդ կապը, ինչ շանք որ դա չկա, հա։ Հիմա մենք առաջին անգամ ենք, չէ՞, եթերում մտնում։ Պատահական է, հրավիրել են եկել։ Այսպես պատահականությունը չի լինում։ Ընդհանրապես մարդու կյանքում ու մեջ շփվում է, ինչ խոսք ասում է, ամեն ինչ, այն որ ասում է, Տերը քո մասին գիտեր մինչև քո ծնվելը։ Եվ հետեւաբար ամեն ինչ իր կառավարման ներքո է, իր օրենքների ներքո է։ Հիմա նույնն է այստեղ, այն ինչ որ հիմա արվում է, այն մարդիկ ովքեր մասնակցելու են սրա մեջ եւ իրենց ամբողջ գերդաստանները, իրենց զավակները ահավոր բաների մեջ են ընկնելու։ Իրենք նույնիսկ չեն էլ գիտակցում թե ինչ։ Ես այս օրինակը անընդհատ ես կարդալու եմ Հերոբովամի օրինակը, թե թագավորը, որը ինքնագլուխ նման բան արեց։ Իդեպ մի եւս հետաքրքիր փաստ բերեմ այդ առումով։ Նոր կտակարանում Հովանեսի գրքում վերջին գիրքն է հայտնության նշված է Հակոբի որդիներից 12 այդպես բաները, զավակները, տոհմերը եւ իրար ժառանգները պիտի փրկվեն։ Վերջին օրերն, հա, փրկվեն։ Եվ նույնիսկ գրած է թե որից որքան, որ զավակի սերունդներից որքան։ Մենք գիտենք, որ Տիրոջ կամոք հրեաների մոտ հոգևորականներ կարգվեց Ղևի սերունդը եւ ոչ ուրիշ սերունդ։ Եվ մի սերունդ կա այդ զավակներից մեկը, որը ինքնակոչ, ինքնահռչակ ուրեմն հոգևորականներ են կարգել։ Այս Հերոբովամ այդ սերունդից է, որտեղ ամբողջ Գերդաստանը վերացրեցին, բայց այդպիսի մի ուրեմն խումբ կար, որ առարկապես եղել է, դա խազարական կագանատի ժամանակ, կագանատում բնակիչները Ալթայից դուրս եկած թյուրքական ցեղերն են, որոնք ընդունել են հուդայիզմ։ Իսկ ովքեր են եղել հոգևորականները, Հակոբի որ սերունդը, որ զավակը, տրված էր միայն Ղևին, հա։ Բարձում է չէ, մեկ ուրիշն է եղել, մեկ ուրիշ սերունդ ինքը իրեն հռչակել է որպես քահանա լինելու իրավունք, այսինքն Աստծո խոսքի դեմ է գնացել։ Եվ այդ սերունդը Հովանեսի հայտնության գրքի մեջ փրկություն չի ստանում։ Դանի սերունդն է դա։ Իդեպ այսպես հանգամանքների բերումով այդ Դանի սերունդն է, որ խազարական կագանատում որպես հոգևորական հանդես գալիս։ Հանգամանքների բերումով, տարբեր աղբյուրներով, հիմնավորումներով Դանի սերունդը յանք Վենձորներն են։ Բրիտանական թագավորական ընտանիք է, դա Դանի սերունդն է։ Եվ ները որ գալու է, Դանի սերունդից է գալու։ Դա համար Հովանեսի հայտնության գրքում Դանը եւ իր սերունդը փրկություն չեն ստանալու։ Հիմա մարդիկ մտածում են, որ ինչ որ ասվում է, գրքում գրածը Գյուլնաստատի հեքիաթն է։ Այդ իրաց ուղեղի մեջ է Գյուլնաստատը։ Եթե մարդ ասում է քրիստոնյա հավատում եմ, Տիրոջ խոսքը հավերժ քննարկման ենթակա չի, եւ հին ուխտը եւ նոր ուխտը։ Բայց հիմա կարդում ենք այս բաները, ասում ենք, հիմա նախքին Կարքալուց արածը Ստեփան Ասատրյան Ստյոպիկը։ Հիմա այս Ստյոպիկը այս բաները գիտի, չէ՞։ Այսինքն ինքը գիտի, որ իր արարքը Տիրոջ կողմից նզովքի պատճառ է։ Ես նոր մի նախադասություն կարդացի, այսպես ասեմ, շատ ծանր էր, Հովան Ոսկեբերյանի, գնահատական, պառակտման մեղքը, իսկ հիմա նախկին այդ հոգևորականը, ներկայիս Ստյոպիկ Ասատրյանը, ինքը պառակտման է չի տանում, ասում է պառակտման մեղքը չի մաքրվում նույնիսկ նահատակության արյամբ, ինքը էսի գիտի, հիմա հարց, իմանալով, որ ինքը մեծագույն մեղքի մեջ է մտել, մեծագույն, ակնհայտ կեղծում էր, որ ինքը վեհապար Հայրապետի հետ դեմ է եղել, միտինգներին չի գնացել եւ այլն, ստախոս, պարզ ստախոս, 18 թվականին, երբ որ վեհապար Հայրապետի եկեղեցու դեմ մի արշավ սկսեցին, այն ժամանակ Փաշինյանը չէր եղել, բայց իր հովանավորությամբ էր, ես այդ դիմադրողների շարքում եմ, շատ լավ գիտեմ, այս անձը
Գնդեվանքում երբ վեապար Հայրապետի վրա նախքին կարգալուց եղած Աբեղա Հայր Կորյունը նրա եղբոր տղան Արմենը փորձում է վեապար Հայրապետի շորից քշել, որ անդունդը հա գլորի։ Այս անձը որ տեսնում է հետնա լինում, հա վեապարես Տեր Արամ։ Ասում է վեապար վերջում առաջարկ անում որ ես դինեմ ձեր թիկնապահը, իմ կյանքով ես պաշտպանեմ ձեր կյանքը։ Բայց վեապարը չի փոխվի, նույն Գարեգին երկրորդն է։ Հիմա Տեր Արամը իհարկե գիտի չէ, Նիկոլի վերաբերյալ 18 թվականին ամենավերջին այլանդակությունը վիրավորական խոսքերով, հիմնավոր թե անհիմն, ես դա չեմ ընդունում այդ վիրավորական արտահայտությունը, բայց ինչ որ մեկը գրել է, ինչ որ մի էջ Facebook-ը։ Այդ Ստյոպիկ Ասատրյանը իր մոտ դրել է։ Այսինքն ինքը համակարծիք է, որ Նիկոլ Փաշինյանը սա է, չեմ լուզում կրկնեմ ինչա։ Վիրավորական բան է։ Բայց ո՞նց դարձավ։ Այդ վատ Նիկոլը բազում է ճիշտն է ասում եւ ճշմարտությունն է ասում։ Ու դու երբ որ Նիկոլը հավատարած սուտ է ասում, կեղծիք է, նույնիսկ մանկապարտեզ երեխաները որ հարցնեք, իրենք կասեն, թե Նիկոլը ինչքան ստեր է խոսում։ Եվ դա հիմա այս կարգալուց քանայի համար բարձում է ճշմարտություն է։ Այստեղ մի բարձ հետևություն, սա վրա ինձ կոմպրոմատում են իշխանությունները, որի բացահայտումը այս մարդուն ոչ միայն բարոյական տեսանկյունից է ոչնչանալու, կարող է ֆիզիկական տեսանկյունից, կարող է իր արարքի համար իրան չներել, ասենք համագյուղացիները, ուղղակի քարկոց են։ Ու իրանից բան չմնա, ոչ միայն իրենց, այլև իր ընտանիքի անդամներից։ Կին երեխա։ Այդ դրա համար այս մարդը գլխի վրա շուռ է եկել։ Մարդ, որը պատրաստ էր իր կյանքի գնով պաշտպանել Գարեգին երկրորդին, որի կողմից ինքը օծվել է քահանա, հիմա նման արարք անում, որն է էլի տաղանբանությունը։ Տաղանբանություն կոմպրոմատն է։ Այդ են կոմպրոմատները, որոնք երկրների ղեկավարներն են հավաքագրում, այլ երկրների հատուկ ծառայությունները դարձնում են իրենց հլու հնազանդ կամակատար եւ դրա մենք լավագույն ապացույց է եւ որպես ներկա ունենք Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն այս նախկին կարգալուծը մի այնպիսի կոմպրոմատ կա, որ ինքը հետ քայլ չունի։ Որ ասում են ոչ մարդուց են ամաչում, ոչ Աստծուց են վախում։ Ես ասում այս մարդը մտածի, որ քանի որ ինքը հոգեվորական է դարձել, հավատացել է Աստծուն, հա, որ կա։ Գոնե ինքը հետ քայլ անի, տեսեք ինչ եմ ասում։ Չգիտեմ, հաղորդումը կնայի, կարող ինչ-որ մեկը նայի պատմի։ Հետ քայլ անի, որ իր սերունդները անեծքի եւ այդ կորուստի ճանապարհի ընթացքի մեջ չհայտնվեն։ Գոնե իր սերունդները ինքը մեկ արդեն հայտնված է։ Հուդան հասկացավ, չէ՞, դու գնաց ծառից, կախվեց։ Հիմա այս մարդը հետ քայլ անի։ Թեկուզ այդ կոմպրոմատով իրան ոչնչացնեն ֆիզիկապես, բայց գոնե ընտանիքի անդամները եւ սերունդները կմնան, ասենք ողջ եւ այլն, ինչ որ երկրը ծանր է, իսկ Աստծո վրեժը շատ ավելի ահարկու է, էլի, մարդ իրան չունի վրիժառությամբ լինել եւ քայլեր անել, արգելված է։ Դեր ասում է վրեժը իմն է։ Հիմա մարդը չի հասկանում Տիրոջ վրեժի եւ հատուցումից եւ պատժից ինքը եւ իր սերունդները եւ նրանք ովքեր իր կողքն են կանգնելու, ինչ են ստանալու։ Պարոն Հապետյան, թերևս այս հանգամանքները, որոնք որ քննարկվեցին այսօր մեր զրույցում, վերջին հարցս եթե թույլ կտայիք, որը կարող ենք համարել հնարավոր ելք այս վերոհիշյալ հանգամանքների արդյունքում եւ որն է այն վերջին, այսպես ասած, կետը, որը կարելի է դնել որպես վերջակետ, վերջապես այս հարցերից ինչպես կարելի է հնարավոր ելքը գտնել։ Ես կարծում եմ սա խավարանն է նաև մեր ժողովրդի համար։ Մենք խավարանով ենք անցնում։ Պատկերացրեք մի այսպիսի բան, օրինակ Չեչնիա, որտեղ բնակչությունը բոլորը սուննի մահմեդականներ են, հավատացյալ են, շատ ազգասեր են, շատ ռազմաշունչ են։ Եվ քանի որ Չեչնիան Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ է, այնտեղ նշանակովի է լինում, հա, ասենք, առաջին դեմքը։ Պատկերացրեք Ռուսաստանի նախագահ նշանակում է, ասենք, այնպիսի մեկին, որը համատարած մեղքերի, պղծությունների, դավաճանության, չգիտեմ,
հավատուրացության եւ այլի մեջ թաթախված է։ Այդպիսի մեկին բերում է ու Չեչնիայի ղեկավար է նշանակում։ Այդ մարդը քանի ժամ այդ նշանակված շենքում կմնա։ Ողջ։ Չմնա։ Որտե ցանկացած մահմեդականի համար դա մեծագույն անարգանք է։ Իր երկրի ղեկավարը ո՞նց կա այդպեսին լինի, հա։ Դա առաջին հերթին ըստ իրենց Մուհամեդ Մարգարեի եւ Ղուրանի դեմ է, հետո նոր իրաց դեմ։ Իսկ իրենք մեծ հաշվով իրենց համարում են հավատացյալներ եւ զինվորներ։ Հիմա սա ինչի համար եմ բերում այս զուգահեռը, որ հանդուրժողականությունը մեծագույն մեղքերի նկատմամբ հնարավորություն է տալիս ծնել նոր մեղք։ Փաշինյանի ափր-ցփր գրածը եւ խոսացածը 2 ամիս առաջ բերես նրան, որ երեք ինքը նման բաներ արդեն ասում։ Եվ այն կողքը մի այլասերված էլ կա, նա ինչ որ ասում է դուր պատուհան վեհապարը փախնելու տեղ չի ունենալ, լավ մտածի բան։ Երբ որ այդ մարդու կենսագրությունը ընդհանուր գծերով ոչ խորքային, գիտես, նողկանք ու զզվանք առաջացնում այդ անձը։ Իմ ընկերներից մեկս վերջերս ասում է, մի օր հնարավորություն ունի կողքով անցնեմ, թքելու են վրեն։ Ասի հարգել ես ինքը քո թքի արժան չի։ Անկամ քո թուք իրան արժան չի։ Այդ մարդը, ասենք, բերանը բացում է այսօր եկեղեցու եւ վեհապար հայրապետի, օջալ վեհապար հայրապետի նկատմամբ նման բաներ է խոսում։ Ասած ես ինչ է։ Մեր ժողովուրդը, որոնց մի մասը հավատացյալներ են, որտեղ ապրում են Տիրոջ խոսքի համաձայն, փորձում են այդպես։ Մի մասը քրիստոնեայել են փորձում ապրել, հա, խղճով, վատ գործեր չանեն, ճիշտ ասենք, եկեղեցի չեն գնում, պատարակներ չեն մասնակցում, բայց փորձում են ծնողներից ստացած դաստիարակությամբ եւ արժեքներով ապրել, հա։ Եթե մեր ժողովրդի այդ երկու հատվածների մոտ որոշակի առումով անտարբերություն լինի, այսինքն համակերպվեն կամ իրենց համար միևնույն լինի, այդ դեպքում չարը այստեղ խախտել է։ Եթե հավաքական առումով եւ անհատները եւ կազմակերպությունները հասարակական եւ նախաձեռնություն եւ կուսակցությունները կեցված դրսեւորեն վստահաբար այդ թվում նաեւ իրենց հավատարմությունը, ասենք, եկեղեցուն մայրաթորին, այստեղ ուխտերթեր կազմակերպեն տասնյակ հազարներով, հնարավոր։ Այսինքն անընդհատ պետք է կեցված դրսեւորել, ոչ թե սпасել, որ ինչ-որ եկեղեցու ծազնակ լինի, չէ, նախաձեռնությունը մեր հոր տունն են, չէ, գալիս։ Փորձում են պղծել։ Մեր եղբայրներն են, չէ, ուզում են դելուց հանել։ Հիմա անպայման տի, մենք տեսնում ենք, չէ, որ այդ փորձերը պատրաստում են, ինչա մեր եղբայրը գոռա օգնության հասեք, որ նոր գնանք։ Չէ, անբնական է, չէ, ինչ որ ես ասում եմ։ Երբ որ տեսնում ես, որ հորը տան վրա հարձակում է պատրաստում։ Եղբայրդ էլ ավակ եղբայրդ այդ տան մեջ է։ Դու սպասում ես, որ եղբայրդ ասի գալու են տունը ավերեն, ինձ էլ բռնությամբ տանեն։ Հետո նոր քայլ անես, չէ։ Վստահաբար տեսնելով այս ամեն ինչը քայլ ես անում։ Հիմա ես դրա համար եմ ասում։ Մարդիկ ինքնա կազմակերպում։ Ոնց կլինի, ինչ կլինի, երբ որ շատ տասնյակ հազարներ փորձեն կազմակերպությունը կծնվի հաստատ մի բան։ Եվ մեր հորտունը պաշտպանված կլինի եւ մեր հորտան մեջ ապրող եղբայրները, այն է մայրաթորի միաբանները, վեհապար հայրապետը, մեր սրբազաններն ու քահանաները։ Այդպես Հասկանալի է։ Շատ լավ, պարոն Նահապետյան, ձեզ անչափ շնորհակալ ենք մեր տաղավարի հյուրընկալվելու համար, իսկ մեր հետևորդներին հիշեցնեմ, որ տաղավարում այսօր հյուրընկալել ենք ռազմական փորձագետ, Պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանին։ Թեև ես ձեզ ընդհատեմ, մեր զրույցը ռազմական, քաղաքական եւ աշխարհական հարցությամբ չգնաց, սա առաջնայինն է։ Ես կարող եմ շատ հակիրճ արագ պատասխանել ձեր հարցերին, ժամանակի առումով հետո մենք մտնենք այն դաշտը, որը քաղաքականներ, աշխարհակականներ, անվտանգային է։ Դա հիմնականում դրա մասնակից, բայց նաև ես ինձ եւս համարում եմ մեր եկեղեցու զավակ եւ շատ կարեւորում եմ, այսինքն ես իմ այն գիտելիքները եւ այն եթերային ժամանակ որ տրամադրեի, ես դա մի կողմ վերադրեցի, որտեղ կարևորը սա է, դրա համար բավականին մանրամասն երկար խոսեցի։ Մեկ ուրիշ անգամ եթե առիթ լինի, այն թեմաներով սիրող պատասխան ձեր հարցերին։ Մենակ շնորհակալ ենք ձեզ։ Իսկ մեր հետևորդներին հիշեցնենք, որ իրավունքի հավելվածը կարող եք վերբռնել նաև Google-ի որոնողական համակարգից եւ լինել տեղեկացված։ Ցտեսություն։